Եթե պատրաստ եք ձեր սուբտիտրերը բացեք Հովնան մարգարեություն մեր դպրոցի աշակերտները այս կարդացին մի քանի օր առաջ Հովնան մարգարեություն գլուխ 3 եւ միասին պիտի կարդանք այն բահը երբ Նինվեի թագավորը գլսե այն Աստուծո հանդիմանությունը եւ գապաշխարե Հովնան Ժոնաս Նինվեի թագավորը գլսե Աստծո պատկամը եւ գապաշխարե եւ գզղճա Եկեք կարդանք գլուխ 3 Հովնան գլուխ 3 Դերոջը խոսքը երկրորդ անգամ Հովնանին եղավ ասելով Ելիր Նինվե մեծ քաղաքը գնա ու դուր անոր այն պատկամը որ ես քեզի կհայտնեմ Քո սրտիդ ուզածը մի ասա ինչ որ ես քեզ կսեմ Եվ Հովնան դերոջը խոսքին համեմատ ելավ Նինվե գնաց Նինվե խիստ մեծ քաղաք մներ 3 օրվան ջամփու դարածությամբ Հովնան քաղաքը մտավ եւ 1 օրվան ջամփա բդդելով գքարոզեր եւ գսեր նայեցեք քարոզը Հովնանին Դեր 40 օր գա եւ Նինվեն բիդի գործանի Ահա մասիկ քարոզը 40 օրեն Աստված բիդի պատճեցես 40 օրեն Աստված բիդի հայտնե իր զորությունը ծեր վրա Ուրիշ բան չսա Հստակ քարոզեց Աստծո խոսքը Եվ գսե գրված այդտեղ Նինվեցիները Աստուծո հավատալով Ձոմաբահություն քարոզեցին եւ մեծեն մինչև բզդիգը քուրց հական Աստուծո հավատալով այն խոսքի վրա որ Հովնան գսե 40 օրեն Աստված պիտի պատճեցես Այս խոսքը Նինվեի թագավորին հասավ Անիգայալ իր աթորեն ելավ վրայեն պատմուջանը հանեց Քուրց հակավ եւ մոխիրի վրա նստավ Այս սուքի նշան էր Եվ Նինվեի մեջ մոնեդիկ կանչել դվավ ուրեմն հրամանատարություն գրեց որ ու թագավորին ու իր մեծամեծներուն հրամանով բադվիրեց ըսելով Մարդ եւ անասուն արչար եւ ոչխար թող բան չուդեն չարածեն ու չուր չխմեն Եվ մարդիկ ու անասուններ քուրց թող հագնին ու բոլոր ուժով Աստծո թող աղաղագեն Բոլոր ուժով Աստծո թող աղաղագեն Ամեն մարդ իր չար ջամփայեն եւ իր ցերկերու մեջ եղած անիրավութերեն թող ետ դառնա Էսի թակավորն է ասողը Այդպես քրեցեք Նինվեի ժողովրդին քուրց հագեք ապաշխարեցեք ետ դարձեք արդարություն արեք Քանի որ Աստված պիտի պատճե մեզ Կսե եւ ով գիտե Տերևս Աստված թառնա եւ քթա եւ իր սաստիկ փարգությունը իջնե ու մենք չգործվենք Համար 10 գսե հետեւյալը Աստված անոնց գործերը տեսավ Եվ իրենց չար ջամփաներեն դարձան որ իրենց չար ջամփաներեն դարձան ուստի Աստված քթաց Եվ այն չարիքը, որ անոնց վրա պիտի բերեր, չբերավ։ Ավասիկ Աստծո խոսքը բարձ հստակ ապաշխարության խոսք։ Եվ թիմաց ելան մարդիկ բարձ հստակ ապաշխարեցին։ Մեծ են միջև բզդիկը, գեղեցիկ բատկեր, որ գտեսնենք ապաշխարեցին, բայց ոչ թե միան խոսքով, քուրց հական, թագավոր իր կահին վարիչավ, նամակ գրեց բոլորին, բոլորը հիմա փոխեք, դարձեք, վերջացավ արդարություն պիտի ելնա հիլևս, քանի որ Աստված որ չեն ճանչնար, այդ ասեմ։ Այդ Աստվածը որ իրենք չեն ճանչնար։ Պատկամ գգա իրենց, այդ Աստուծում է որ իրենք չեն ճանչնար, ասելով ես պիտի քանթեմ, պիտի կործանեմ ձեր քաղաքը։ Նինվե մեծ քաղաք էր։ Եվ հոյագապցեվով Աստված գտած եւ իրենց գործերը տեսնելով, իրենց ապաշխարության բտուղները տեսնելով գտած։
Երբ որ գարտամ գսեմ դեր ինչ քեղեցիկ պատկեր է ապաշխարության։ Խոսքով չէ, փոփոխությունով եւ Աստված գսե այստեղ քեղեցիկ է գսե իրենց կորձերը տեսավ։ Ապաշխարության բդուղները տեսավ։ Մեր նման գիրագի օրվա ապաշխարություն չէ։ Իրենց ապաշխարության բդուղները երևալի է փոփոխությունը դերևնա։ Որ թակավորը իր կահեն իջնե, որ քուրց հակնի, քուրցը գիտեք, այդ սկավոր հակուստները հակնի եւ նստի մոխիրի մեջ, այդ ինչ մեծ անբատվություն էր թակավորին համար։ Բայց թակավորը, քանի որ իր մեծ թակավորեն հրաման եկավ, ինքը հասկացավ եւ փոխվեցավ եւ ապաշխարեց։ Ապաշխարությունը երևցավ, հալելույա։ Հովանես մգրդիչ, գսե ապաշխարեցեք եւ ապաշխարության բդուղներ բերեք։ Ուրեմն ապաշխարությունը, զղջումը, մեղք երբ որ գա, երբ որ Աստված քեզի մեղքի մասին բան մը գխոսի եւ գսե որ դարձիր, զղջա, փոխվիր, հնազանդիր, ինչ որ սխալ գնես փոխե, երբ որ գսե Աստված գսե եւ գսպասե, որ դու տեսնենք ինչ պիտի անես, ոչ թե ինչ պիտի մտածես։ Ապաշխարությունը պետք է երևնա։ Եվ այստեղ Աստված գսե դեսավ անոնց կորձերը, հոյակապ ցևով գրված է այստեղ, եւ ես զարմացա գսեմ, դեր դու սիրտ քննող ես։ Այո, սիրտ քննող եմ, բայց սիրտիդ մեջի եղածը դու դուրս պիտի հանես մի ցևով, եւ ես նեսածից կհասկանամ, որ սիրտդ ինչ կա։ Ուրեմն ապաշխարությունը մեկը մեր մեջ գաբաշխար է, գսե գզղճամ, մեղ Աստված մադը գտնեք, գսես հա հասկացա դեր գզղճամ, շատ լավ գնես։ Բայց այդ զղջումը պետք է երևնա քո կորձի դրսևորումները, խոսքը, մտածելակերպը պիտի խոսք բերե, խոսքը պիտի կորձ բերե, քո շարժումները, այս մարդկանց շարժումները հոյակապցիով երևցավ որ ապաշխարեցին։ Այն աստուծում է որ ուրիշ պատկան չկա, հովիվը չկարոզեց իրենց 10 տարի ամեն գիրակի։ Մեկ նախատասություն։ Այն աստուծում է որ չեն ճանչնար, զարմանալի է։ Հրյաները որ գճաշտային աստուծո, այդ բաներ ունեին, օրենքներ ունեին, Մովսեսին կրությունը գար, ինչ գիտնամստեղ ընդեղ գար, այդ չապաշխարեցին, այս մարդիկը մեկ նախատասությունով վախցան եւ քեղեցիկը գսե եւ անոնք գսե աստուծո հավատացին։ Ինչս էլ է հավատալ, եթե ոչ չապաշխարես իր խոսքին վրա։ Մեր հայերը 99.99 հավատացյալներ են իրենց նայելով, բայց արդյոք իրենց հավատացյալ ըլլալը իրենց ապաշխարություն, զղջում, փոփոխություն գտա։ Ուրեմն եթե իրական դու կհավատաս, այն մարդն ես որ դու պիտի զղջաս քո մեղքի վրա, որ Աստված գսե որ մեղք է։ Եթե իրական հավատքի մարդ ես, ուրեմն դու պիտի պատրաստ լաս, որ դու աստուծում ես ընդունես այն ինչ որ Աստված գսե եւ փոխվիս եւ քո փոփոխությունը 4 կողմինները տեսնեն։ Հալելույա։ Բարզ օրինակ 5 դագարանի 9-6-ներ են, որ ոչ ազդո ժողովուրդ են, ոչ վերստին ծնված են, ոչ Սուրբ Ոգի ունեն, ոչ մի բան ունեն, բայց մեզի այսօր մեմը եւս ցույց կտա թե Աստված ինչ է ուզում մեզանից։ Անցալ գիրագի երբ որ խոսեինք հոգեկարստյան մասին, տեսակ Աստված Կորնելիոսին այցելեց։ Կորնելիոսը որ իր մե լուր չուներ, Աստված կանանացին ասավ ինչ քեղեցիկ կին է այս կինը հոգևորաբես հավատքը, Աստված հայրաբերին ասավ այսօր հավատքը իսկապես մեծ հավատք է, Աստված հрьяաներուն ասավ դուք տեսնեք, բայց չեք տեսնել, դուք կլսեք եւ չեք լսել, քանի որ քիտնալը չէ, այլ փոխվիլն է, նպատակն է որ դու ինչ կուզես կնել։ Այս մարդիկը վախցան, հիմա եթե Աստված քեզի ասե ապաշխարե, դու ինչ պիտես։ Աստված եթե քեզի ասե զղջա, դու ինչ պիտես։ Պիտես հա գիտեմ վաղը գնայինք, տեսնենք։ Հիմա չէ, հիմա ասում եմ, հիմա անում եմ։ Իմացիր հավատացյալ չես, եթե այդ հարցումին դիմաց դու այո, բայց քիչ մը չէ, վաղը տեսնենք հիմա եւ այլն։ Երբ որ մենք պատճառաբանություններ գտնենք, հա, ես չեմ, ինքը չէ, ես եմ։ Չէ, Աստված գսե 40 օրեն պիտի քանթեմ ծեր երգերը։ Մարդը գսե, վաու, ապաշխարենք։ Հավատանք Աստծո, այս ինչ Աստված է, որ մեր երգերը գրնա քանթել, մենք նինվեցիները մեկը մեզ չեն քանթած, բայց Աստված պիտի քանթի, ուրեմն այս ինչ Աստված է։ Վախ եկավ իրենց մեջ։ Ապաշխարելու համար դու պետք է գիտնաս քո Աստվածը խաղալիք չի։ Նինվեցիները շատ զորավոր զորք էր։ Զորավոր ժողովուրդ էր, որում մասին մենք քննարկեցինք իրար հետ մեր դպրոցի ընթացքին։ Զորավոր ժողովուրդ էր, հսկայական բանակ ուներ, մեծ քաղաք է գրված այստեղ։ Եվ այդ մարդիկը ովևէ մեկը չէր գնար հաղթել իրենց։
Եվ հիմա քիչ հետո մի քանի բաներ գսեմ այդ թեմայով։ Եվ այս մարդը ասավ, Փակավորը ասավ, վաու, ես մեծ Աստուծո առջև ես ոնց կանգնեմ։ Ես ինչպես կարողանամ պատճառաբանություններ ցույց տալ, կամ ցույց տալ իրեն իմ ուժը, իմ զորությունը։ Ապաշխարել ու զղջալ համար դու պետք է գիտնաս, որ քո Աստվածը խաղալիք չի։ 40 օրեն չէ գնալը 40 վարգյանեն, 40 սեկունդեն, բայց օրը քանթում գա քո մեղքի պատճառով, եթե չապաշխարես։ Հալելույա։ Զարմացա, ուրախացա, ասեցի դեր էստեղ խնդրում եմ ինձ սորվեցուր այսպես ապաշխարել։ Ինձ սորվեցուր այդպես ապաշխարել, որ դու տեսնես, որ ես ապաշխարել եմ։ Ես ինձ չասեմ, որ ես զղջացել եմ։ Բամրի երբեմն այսպես բամը գնենք, գիտես որ սխալ է, գսես լավ Աստված իմներ է։ Էդի զղջում չի։ Զղջումը այդ է, որ եւ դու քուրց կհագնես։ Դու ցավ պիտի ապրես։ Դու մի հասկանաս, որ այն Աստծո առջև մեղ կործած է, Սարգիսին առաջ չէ, Հակոբին առաջ չէ։ Եվ այդտեղ դու պիտի հասկանաս, եւ այդ հասկացածը քեզի պիտի դա նոր ընթացք։ Հալելույա։ Վերջին անգամ երբ այսպես ապաշխարեցիր, երբ այսպես զղջացիր, ինչ կեդի վրա, ինչ բան եղավ քո մեջ, կամ Աստված մի մատ տրավ, մի մադը տրավ մի բանի վրա, կամ խոսքը եկավ, կամ հանդիմանությունը բամը, եւ դու հասկացար, որ դու այդ կեդի վրա դու ես մեղավոր։ Գտնամ ցերկնեսները թե մեկ ամբրեցավ այս բաները վերջերս։ Հալելույա։ Գիտեք ինչի վրա, ամենի վրա չէ, մադը տրել է մի բանի վրա։ Հասկացար ինչի վրա դու ապաշխարելու պետք ունես։ Դու զղջալու պետք ունես։ Դու պիտի հասկանաս այս կետը, որովհետեւ փոխվես։ Եթե ասենք, ինչ որ մենք հավատացյալներս միշտ ասենք, մենք միշտ մեղքեր ենք կործում, Աստվածինները մեր բոլոր մեղքերը։ Չի զղջումը։ Զղջումը ես Սարգիսին վատ ման մտածեցի իր մասին, օրինակ։ Այս կետը շատ քեզի համար վատ էր դեր իմ Աստված։ Հասկացա, որ այդ մեծ մեղք է քո առաջ։ Ես ոնց կարամ այդ բանը անեի։ Եվ սրա համար գալիս եմ քո առջև։ Եվ կզղջամ եւ կապաշխարեմ։ Ես իրավունք չունեի այդ բանը անելու։ Հասկացաք զղջում ապաշխարությունը ինչ է։ Հիմա մի հատ հարց դուր, ինչ բանի մեջ դու դեր զղջացած եւ ապաշխարած չես։ Ինչ բանի մեջ գա թե դու այսպես զղջում չես ամրած։ Խոսքը հավատացյալներուն է։ Այստեղ վերստին ծնունդի ապաշխարություն չի։ Այստեղ անարդարության կորձելու ապաշխարություն է, որ այսօր բոլոր հավատացյալները քիչ թե շատ վերվար։ Հալելույա։ Ինգնում ենք, չէ՞։ Ամեն միակ ես եմ ինգնում։ Դու գալ, հա։ Մեկ խոսք 40 օրը միտքան տեմ ցեզ։ Վաու։ Քուրս հակնիլ։ Մենք եթե ապաշխարության կամ զղջում այսպես խոսք մը գա կամ հովիվը գասի գփորձենք քննել, որ ինչու ասեց, ինչպես պիտի ասեր, բայց այդ խոսքը լավ չէր, բայց այդ խոսքը պատճառաբանություններ կփնտրենք, որ մենք մեզ իրավունք տանք, որ չապաշխարենք։ Ով գսե ամեն էսկեդի վրա, մենք մեզ իրավունք կտանք, որ չապաշխարենք։ Որ չընդունենք, որ չէ, այս խոսքը Աստուծո է եւ ես պետք է քուրց հագնեմ էսկեդի վրա, ոչ թե չգնա առաջ։ Հալելույա։ Իրական ապաշխարությունը բդուղներ գուտա։ Բայց երբ որ գգարտայի շարունակությունը մեր պատմության, Նինվեի քաղաքի պատմությունը, Նինվեցիները մոտավորապես 100 տարի հետո եկան եւ այդ Աստծուն հայոյեցին։ Եկան եւ այդ Աստծուն, որ իրենք ապաշխարեցին, այդ Աստծո ժողովրդին ուզեցին բնաչին չնել։ Եկան Երուսաղեմի դեմ բայկարելու։ Եկան քանթելու։ Եվ երբ որ պատմությունը գարտանք, եկեք Նինվեի պատմությունը գարտանք այս անգամ Նավումա գրքի մեջ, որ 100 տարի հետո է, մոտավորապես 120 տարի հետո, նայեցեք Աստված ինչ կսե Նինվեին։ Նույն Նինվեին, որ Աստված գտած։ Նույն Նինվեին, որ Աստված գտած, մի 120 տարի հետո, նայեցեք ինչ կսե երրորդ գլուխը Նաում գրքին, Նավումա գրքին, երրորդ գլուխը մի քանի մարգարեություն անտին է, Նավումա գրքին երրորդ գլուխը, առաջին համարը պիտի կարդամ եւ 5-րդ համարը։ Նայեցեք ինչ կսե Աստված Նինվեին։ Մեկը լսեմ, ապաշխարող անձին, որ 100 տարի առաջ քուրց ակավ։
Եվ հիմա նայեցեք ինչ կսե 100 տարի հետո։ Վայ գսե այդ արյուններու քաղաքին, որ բոլորովին սդությամբ եւ հապշտակությամբ լեցուն է։ Հոն որսը բագաշ չէ։ Քիչմանտին գսե, ահա ես, Աստված ասողը, ես քեզի թեմեմ, գսե զորքերու դերը, քու երեսի թեմ քու կղանցքդ պիտի փանամ, քու մերգությունդ ազգերուն, քու անարքանքդ թակավորներուն պիտի ցույց տամ, քու վրատ բղծություններ պիտի նետեմ, քեզ հայդարակ պիտի անեմ, քեզ իբր օրինակ պիտի տնեմ, ամեն քեզ դեստող, քեզ մե պիտի փախչի, ու պիտի ասե Նինվեն ավերակ եղավ։ Վաու, նույն Աստվածն է, նույն Նինվեն է, ես ինչ պատահեցա։ Ես ինչ եղավ, որ 100 տարի առաջ Աստված գտած եւ ասեց բրավո, աբրիկ, հալելույա, իսկ 100 տարի հետո այդ նույն Նինվեն ասավ, քեզ հայդարակ պիտեմ, քեզ պիտի թողնեմ, քեզ պիտի կանտեմ, նայեցեք ինչ եմ անելու քեզ։ Նույն Աստվածը նույն Նինվեին։ Եվ մտածեցի, ես ինչ պատահեցավ։ Ես 100 տարվա մեջ ինչ պատահեցավ, որ այդ ապաշխարությունը, զղջումը, որ թակավոր ունեցավ, իրական, տեսանք, իրական զղջում էր։ Այդ իրական թակավորի զղջումը, որ ունեցավ, մի քանի տարի հետո զրտ վերջացավ։ Գնաց։ Գարցեք նույնը չեն։ Ձեզի հարց չդար այս հարցը։ Իմ մեջ հարց բարձրացավ։ Հարց բարձրացավ ասելով ինչ պատահեցավ այս մեջտեղը։ Ինչպես կլա որ Աստված գբաճե, գքանթե գգործանե Նինիվը, որ քթած, որ ասեց պիտի գործանեմ, բայց չգործանեց, քանի որ ապաշխարեցին։ Բայց հետո գործանեց։ Ինչ եղավ, արդյոք Աստված սդախոս է։ Արդյոք Աստված բամը գսե հետո միտքը գփոխե։ Արդյոք Աստված այդը որ քեզ գսե այո ամեն հալելույա, բայց հետո գսե այ միտքը փոխեցի, մատ գլխի ձառնեմ։ Այդպես չէ։ Երբ որ լավ գտեսնենք պատմություն այդ 100 տարվա մեջ, սիրելի քույր եղբայրներ, այս մարդիկը հասան այնտեղ, մինչև այնտեղ հասան, որ հայոյեցին Աստծո։ Երբ որ գգարտանք 4-րդ տակավորած, երկրորդ մնացորդած, այդտեղ Ռաբ Շաքենգա եւ այդտեղ գար Սանեկերի, որ ժեներալներ էին, բանի ասորի։ Եկան բանին Երուսաղեմ, Եզեկիաս տակավորին եւ ասեցին քո Աստվածը նայր ինչ են գանելու, քեզ նայր ինչ են գանելու, դու ով ես որ ինչ ես վստահում այդ Աստծո, այդ Աստվածը ով է որ ինչ է արել որ 100 տարի հետո ժողովուրդ, որ թակավորը քրել էր, ժողովուրդ քրել էր, որ ասում է որ այս Աստվածը մեր Աստվածը պիտի լինի, մենք պիտի ապաշխարենք, 100 տարի հետո իրեն սերունդեն եկած մարդիկ եկան եւ ասեցին, բա քո թակավորը ով է, դու ով ես, քո Աստվածը ով է եւ այլն եւ այլն։ Եկան քանտեցին եւ ուզեցին քանտել Երուսաղեմը, հրաշքով դերը ազատեց այդ ուրիշ հարց։ Ինչ պատահեցավ այս վիճակի մեջ։ Իմ հարցումս էս է, ինչ պատահեցավ։ Առաջինը, իրենք մորցան իրենց ապաշխարությունը։ Հիմա դու քեզ նայիր։ Ապաշխարությունը, որ եղել է քո կյանքի մեջ։ Մի բանի համար զղջացել ես եւ ցավ ես ապրել, այո, բայց մի հատ նայիր տարիներ հետո, երբ մոռացել ես այդ եւ գնացել ես նույն տեղը, եթե ոչ ավելին։ Գամած հերացել էին իրենց ապաշխարությունից։ Իրենք եկել էին Աստծո առջև ասելով դեր, զղջում եմ, գզղջամ, այս բանը շատ սխալ է արեցի։ Այո, գիտեմ դեր, ամեն, դեր ներեց։ Բայց հետո գամած գործերը փոխվեցան, վիճակները փոխվեցան, ամուսնացար, երեխա ունեցար, չամուսնացար, գինդ մերավ, ամուսինդ եկավ, ինչ գիտեմ, բաներ մի եղավ, փոխ գամած այդ քո ապաշխարության զղջումը, այդ օրվա ցավը, որ ապրել էին, մոռացար։ Ես շատ է պատահում անոնք, որ մգրդվել են, մգրդության օր ինչեր են ասում, հետո ապաշխարում են, ինչեր են ասում, հետո դու վերջին անգամ որ բանի վրա զղջացիր, մի հատ լավ նայի, ժամանակ ընթացքին ետ ես վերադարձել։ Այս բանը չեմ ասելու։ Ես հասկացա, որ այս բանը մեղք է դեր։ Գիտեք, երբեմն այդպես կսենք, այս բանը մեղք է, էլ չեմ ասելու, Սուրբ Հոգի, ների, մաքրի, սրբի, ամեն։ Բայց ժամանակը անցնում է եւ նույն բանը նորից ես անում։ Զղջումը լինում է մի գետ, բայց ոչ մի կյանք։ Հասկացաք միտքը։ Զղջումը ժողովուրդ սիրելի քույր եղբայրներ, պետք է զղջումդ ամեն օրվա զարգացնես։
Եթե դու գզղճաս, որ շնություն ես արել, օրինակ, այդ մեկ զղջումով չվերջանան այդ հարցը։ Դու ամեն օր պիտի արթուն մնաս, որ այդ զղջումդ միշտ զարգանա, որ չլինի, որ վերադառնաս, քանի որ երբ որ օրը փոխվի, զգացումներդ փոխվին, վիճակդ փոխվին, ետ պիտի գնաս քո մեղքին։ Գամ մեկը որ հասկանում է ինչի մասին եմ խոսում եւ ինքը այդտեղից անցել է կամ մեջն է։ Երբ որ ես զղջացել եմ իմ ձլության վրա, ձույլ եմ դեր, ես ձույլ եմ, զղջում եմ դեր, զղջում եմ, խոսքը դասում է աշխատիր, խոսքը դասում է ծարայի, խոսքը դասում է նվիրվի, բայց ես ձույլ եմ դեր, զղջում եմ։ Okay, շատ լավ ես անում, դերը քեզ պիտի օրհնի, քանի որ շիտակ զղջում արեցիր, սրդանց զղջում արեցիր, ամեն։ Բայց երբեմն օրը գանցնի, ամիսը գանցնի, դարին գանցնի, գնայիս որ առաջվա պես ես։ Ինչու զղջումդ մոռացար։ Զղջումդ պետք է ամենօրվա զղջումը լա։ Շարունակական զղջումը լա։ Une repentance continuelle գսե ֆրանսերեն։ Շարունակական զղջում պետք է լա։ Նույն բանի վրա, attention, ոչ գեներալ բաներու վրա, նույն բանի վրա, այն բանի վրա, որ դու կուրց հակար։ Եթե կուրց չես հակած, եթե դու իրական ապաշխարած չես, զղջում չունես, այս թեման քո համար չի։ Ես կխոսեմ այդ մարդկանց համար, որ իրենք հասկացել են մի բանի մեջ իրենց կյանքի մեջ, ունեցել են այդ զղջումը եւ հասկացել են, որ դիրոջ հաճելի չէ։ Ես ասում եմ, մի աղոթքով չի վերջանալ։ Դու պետք է այդ վերստին ամեն օր ոչ թե խնդրես դիրոջ ներումը, այլ արթուն լաս, որ ետ մեջ չմտնես։ Դերը մեկ անգամ գները ես համաձայն եմ, բայց այդ ներումը նայեցեք Հովնանին եւ Նինվեի պատմությունը։ Ներեց, բայց հետո կանտեց, ինչու մյուսերը մորցան, չզարգացուցին, թագավորները չասեցին, թագավորներ, սիրելիներ ջան, մեր թագավորը նախքին թագավորը գրել էր, որ այս Աստվածը հոյակապ Աստված է, մենք պետք է արթուն լինենք, չլա թե մենք մոռանանք, չլա թե մենք հբարդանանք, եւ ինչ արեցին, ինչ են անում, ելնենք այդ Աստծո հայենք, չենք կարող, այդ Աստվածը մեծ Աստված է, չասեցին իրար, մոռացան։ Մոռացան իրենց զղջումը, հետևում եք պատկամս, հասկանալի է պատկամը։ Քանիներս ինգել ենք այդ կետի մեջ, էլ ես պիտի դիրոջ ծառայեմ, ամեն։ Բա ինչու մի տարի հետո փոխվեցար։ Ես էլ իմ կյանքս դիրոջն է, ամեն։ Բայց ինչու փոխվեցար։ Ինչ պատահեց, կամաց, կացիր եւ մոռացար քո խոստումը, մոռացար քո զղջումը։ Պետք է զարգացնենք մեր զղջումը։ Ամեն օր ես պետք է իմ զղջումից վրա վերադառնամ։ Էս է ապաշխարությունը։ Համաձայն եք։ Ես սխալերի հասկացա դեր ներեինց։ Քուրծով, ցավով, դարաբանքով դիրոջ կգամ, քանի որ դերը սուրբ է։ Ամեն։ Դերը գները։ Տեսանք օրինակը։ Կացավ։ Բայց դերը գսե, այդ ինչ բանի հա որ հիմա զղջացիր, սրա վրա հավատարիմ մնա։ Քանի որ դու գնաս ավելի վատ լինել։ Քանի օրինակներ կան Հիսուս գսե քնա մեհադալ մեղքի գործի ոչ թե ավելի վատ բան քեզ չլինի։ Քանի անգամներ մենք զղջացել ենք մի թեմայի շուրջ, մեր հետ կապված, եւ հետո մոռացել ենք։ Քանի որ վիճակը փոխվել է, կամ երգիրը փոխել ենք, ինչ գիտնամ, կամ կորձը փոխել ենք, կամ տրամ ենք ուտեցել, փողենք շահել, երբեք մոռացել ենք մեր առաջվա աղոթքը, կամ հարուստ ենք եղել, կամ աղքատ ենք եղել, մի խոսքով մի բան փոխվել է, եւ մենք մոռացել ենք մենք ինչ զղջում արել ենք։ Ճշմարիտ զղջումը պետք է այդ նորից եմ ասում զարգացնես, աշխատես այդ զղջումը վրա ամեն օր։ Թե չմոռանաս Սարգիս, այս կետի վրա դու Աստծո ներողություն ես խնդրել։ Չմոռանաս Սարգիս, այս կետի վրա դու ներողություն ես խնդրել։ Չմոռանաս, որ քո զղջումը Աստված ընդունել է, քեզ հարգել է, արթուն մնա, հաստատ մնա։ Քանի որ գնալա դու Նինվեի պես գինաս եւ ավելի վատը գնաս եւ դերը կանտե։ Աստված եթե գուզեք որ մենք մեզ օրհնի, մեր զղջումը օրհնությամբ դառնա, մենք պետք է անգեղծապար զղջանք եւ անգեղծապար այդ զղջումը բահենք ամեն օր, որ տեսնենք բդուղը։ Աստված ասավ Նինվեին. ես պիտի ձեզ օրհնեմ։ Ապաշխարեցին, այո, բայց չբահեցին։ Զավակներուն չփոխանցեցին, չպատմեցին իրեն 4 կողմիներուն, չասեցին ժողովուրդ։
Այդ թակավորը հիմա մերավ, բայց ինք մեզ նայեցեք ուր դարավ։ Եկեք մենք մեր զավակներուն ասենք, մեր 4 կողմիներուն ասենք, չլինի որ իմ զղջումս մնա օթերի մեջ, այլ թող բատմվի։ Ես զղջացի, դերը ներեց, դուք ուշադիր եղեք, դուք ալ զղջացեք, դուք ալ դերը թողների։ Հալելույա։ Սատանան մի լավ գործ է անում հավատացյալների հետ։ Քո զղջումիդ չի կարող բլոկ անել, չի գտնալ արգելել քո զղջումը։ Համաձայն ենք, Աստված մեկ եթե մեկը գուզե իրական զղջալ, սատանան չի գտնալ արգելել այդ մարդուն։ Գապված է ինքը չի կարող։ Բայց սատանան մի բան կարող անի, որ դու զղջումդ մոռանաս։ Քեզ շեղի գամած ուրիշ թեմաներով։ Եվ դու մոռանաս թե ինչի համար զղջացել ես։ Ուրիշ թեմաներ, կորձ, դուն, նոր բան, ընդհանրապես միշտ է լինում, հազիվ մեկը նոր գաբաշխարի եւ այլն, դերը գսեի, դերը չէ, նոր կորձ մը գտնե, հա, կորձը շեղի, հազիվ բան մը գլա դիրոջ հետ գզորանա, նոր բան մը գլա, շեղելու գսկսի, կամած կշեղի, բայց դու զղջացել ես, չէ, դու մի քանի շաբաթ առաջ ըսիր, չէ, դիրոջը, մի քանի դար առաջ եկավ դիրոջ, ասացի, դե ես չեմ ուզում այսպես մարտնալ, ես զղջում եմ, բայց սատանան քեզի կորձեր է տալիս, մտքեր, խնդիրներ, նոր կորձ գպանան, նոր տրամ գշային, նոր ընկերուի գունենան, նոր զավակ գունենան, ինչ գիտեմ, բաներ մը գլա եւ կամած իրենք կմոռնան թե իրենք ով են եւ ինչու Աստուծո մոտեցել էին։ Ով գսե ամեն։ Սատանան կամած քո միտքդ ուրիշ բաներով գսպաղեցնե, քո ուժդ ուրիշ բաներով վրա գտանի, որ դու մոռնաս, չաշխատես քո զղջումի վրա, որ դու օրեն ես։ Որ դու անգերց Աստծո ուզեցիր եւ անգերց դերը սիրեց քեզ, օրտնեց քեզ, ընդունեց քեզ, ներեց քեզ, ամեն։ Բայց սատանային գործը է դա որ դու այդ մոռանաս եւ այդպես ապրես որ գարդես այդպես բան չի եղել։ Հասկանալի է որ դերը Սուրբ Հոգին ծեր սրտի մեջ մի բան տնում է այստեղ։ Ծեր կյանքի հետ կապված, ծեր անձի հետ կապված։ Ոչ շատ եմ մտածել այս շաբաթ թեմայով որ այո ինձ քանի անգամներ է եղել։ Դարիներ հետո նորից կաղոթես նույն բանի համար, հետո գսե, բայց դու աղոթել ես, չէ՞, այս բանի համար։ Բա հիմա ինչու ես վերադառնում։ Ինչու ես վերադառնում։ Դեր աղոթեցի, ներեցի, մաքրեցի, ընդունեցի, բայց նայրես 2 տարին ես նորից ողորմություն անում, որ չի քանդում իմ երգիրը։ Հա գրնար քանդել։ Զղջումդ կներե, բայց մոռանալը չի ներեր։ Ով գսե ամեն։ Դժվար է։ 3 համար դամ շատ արագ կարդամ, դուք գրեցեք ձեր մոտ, ես կարդամ դուք գրեցեք։ Երկրորդ օրինացի մեջ 8-րդ համարը նայեցեք գսկսի այս խոսքով։ Եվ հիշե գսե Աստված իր ժողովրդին, հիշե այն ճամփան, որ քու դեր Աստվածդ 40 տարի քեզի անաբադի մեջ բդծուց։ Քեզ խոնարեցնելու, փորձելու, սիրտիդ մեջ քննելու եւ այլն։ Հիշե ինչ ըրավ դերը քեզի համար։ 40 տարի գսե անաբադին մեջ քեզ դարավ։ Մի խոսքով 40 տարի Աստված սրտիդ խոսեցավ, քեզ ներեց, քեզ գերագրեց, քեզ օրտնեց։ Էս հիշի։ Նույնիսկ ով Իսրայել, երբ որ Քանանու երկիրը պիտի մտնեք, երբ որ ամեն ինչ հարուստ պիտի լա, երբ որ մեղր եւ գապ պիտի տեսնեք, երբ որ ցեզի պիտի օրտնեն, դուներ պիտի շնեք, եկեղեցիներ պիտի շնեք, դաժաններ պիտի շնեք, հիշե, որ դու անաբադի մեջ ես եղել։ Հիշե։ Հիշե քո զղջումը։ Եթե չհիշես, պիտի բարդանաս։ Եթե չհիշես, պիտի կարծես որ դու արդեն մեկն ես։ Եթե չհիշես, նույն մեղքի մեջ մենա պիտի վերադառնաս։ Հալելույա։ Հաջորդ համարը գսե Եփեսացիս 2:13-ի մեջ, 11-ի մեջ։ Ուստի Պողոս առաքյալ գսե մտքերնիդ բերեք, որ դուք ադենը մարմինով հետանոսներ էիք, եւ ադենը դուք առանց Քրիստոսի էիք, հերացած էիք, օդարացած էիք խոստում են, եւ աշխարհի մեջ անաստվածներ էիք, բայց հիմա Քրիստոս Հիսուսով դուք ադենը հերավոր էիք, հիմա մերձավոր եղաք։ Հիշե միտքդ բեր, որ դու ինչ էիր, դու զղջացիր, չէ, դու մեղավոր մարդ էիր, դու աշխարհի մեջ կսե հետանոս էիր, չէ, այդպես էիր, ով գսե ամեն, ես այդպես էի, ուրեմն հիշե, որ ուրդեղից ես եկել։ Հիշե եւ զղջումդ մեմ եւս աշխատիր, փառք ես Տեր, որ դու ինձ ներեցիր, շնորհակալ եմ, որ այդ օրը ինձ կանչեցի, ես կանչեցի եւ ինձ եկավ, շնորհակալ եմ, որ Սուրբ Հոգին եկավ, շնորհակալ եմ, որ այսպես մարդ է եւ եթե հիմա քեզ թողնեմ, այդպես ինձ ավելի վատ կլինի։ Հիշե ուրդեղից ես եկել։ Հալելույա։ Անշուշտ անոնք որ սրտանց են զղջացել, հերանացի զղջացողների մասին չէ այս խոսքը։
Քանի որ բերանացի զղջացողներուն աղոթքը այս արաստաղից վերև չի ելնում։ Սրտանց զղջացողները Աստված պատասխան է տալիս, նույնիսկ եթե շատ բան չեն գիտեր, նինվեցիներուն բան չեն գիտեր, բայց Տերը պատասխանեց։ Կորնելիոսը բան չէր գիտեր, բայց Տերը պատասխանեց։ Կադանացի կինը բան չէր գիտեր, բայց Տերը պատասխանեց։ Հայրաբեդը բան չէր գիտեր, բայց Տերը պատասխանեց։ Ինչու՞։ Քանի որ սրտանց ապաշխարեց։ Հալելույա։ Մեր հավատացյալները սրտանց չեն ինչ որ պետք է լինեն, պետք է ավելի լինենք։ Մտքերնիդ բերեք, հիշե, քիչմանտին գսե Հովնանու հայտնություն Հովաննու, գսե միտքդ բեր, գլուխ 2 համար 5, միտքդ բեր հիմա ուրգե ինգար եւ ապաշխարե եւ քո առաջվան կորձերը տրե, եթե ոչ շուտով պիտի կամ քեզի ու կաշտանագդ իր դեղեն պիտի վերցնեմ։ Նույն բանը, միտքդ բեր, եթե ոչ պիտի կամ պիտի կանտեմ։ Նինվեի պատմությունը։ Քեզ ներեցի շատ լավ, բայց ինչու հերացար միտքդ բեր, այդ ապաշխարե։ Աստված անգամ գուզե, որ մենք մեր հիշողությունը լավ աշխատցնենք։ Հիշողությունը լավ աշխատցնենք եւ մի դարվիկ ուրիշ թեմաներով հոգեվոր հիշողությունը պետք է այսպես զորավոր հնա։ Մորացիր իմ անունս, մորացիր ամուսինիդ անունը, բայց հոգեվոր հիշողությունը չմոռանաս։ Ուրդերից ես եկել չմոռանաս, Աստված ինչ արել քեզ համար չմոռանաս, որ քո զղջումը ինչպես ցավ էր պատճառել քեզ։ Գա մեկը մեր մեջ, մի հատ օրինակ Մեկը գա մեր մեջ, որ իրիգունը մեղքի պատճառով, լացով չկդացավ, իր պատճառով, իր մեղքի պատճառով, հա, ու միշտ հիշի հետ, հենց այդ կեդի մասին, որ լացել ես, միշտ հիշի, որ չլատ այդ մի հադար վերաթարնաս, միշտ պարտ ուր դիրոչը, որ այդ կեզ ներեց և արդուն մնա, ոչ թե միշտ հիշե, որ դու մեղավոր ես, միշտ հիշե, որ դերը ներել է, հասկանում եք միտքս, Հովսեփի պատում, այո, Երբ որ գհիշենք մենք ուրդեղից Տերը մեզ դարավ, մենք այդտեղ չենք վերադառնալ։ Հալելույա։ Փառք Հիսուսի։ Սուրբ Հոգին հիշողության հոգի է նաև։ Մենք որ գսենք Սուրբ Հոգիով լեցվենք, ամեն, լեցվենք հիշելու համար։ Թե ինչ հրավ Տերը մեզ համար։ Միտքդ բեր գսե, ուր էիր, ինչ արեցի։ Միտքդ բեր այդ օրը որ դու լացում էիր եւ ես եկա քեզ օրհնեցի։ Այդ օրը դու գորել էիր, եկա քեզ բարձրացուցի, միտքդ բեր, դու զղջացիր եւ ես ներեցի, միտքդ բեր, չլինի, որ դու մոռանաս մի խնդիրների պատճառով, դրամի փողի հարստության, չեմ գիտեմ, այս այն պատճառներով, չլինի, որ մոռանաս, ես ինչ եմ արել քեզ համար։ Հալելույա, որ ավելի վատ չլինի, դերը գները ամեն, բայց դերը մորցողին աստարարություն գտա։ Ամեն օր մեր ապաշխարությունը պետք է հիշենք, զղջումը պետք է հիշենք, դիրոջ ներումը պետք է հիշենք, մեր խոստումները պետք է հիշենք։ Մի քանի տարիներ առաջ մեկը որ մգրդած է իրեն, հերացած է այսօր, աշխարհի մեջն է։ Աղոթքի ընթացքից դերը հիշեցուց ինձ իր վիդեոն նկարեմ եւ իրեն ղրգեմ մգրդության խոսած ժամանակը։ Ուրեմն մգրդված են, պատրաստեցեք։ Եվ ղրգեցի ասեցի, հիշում ես ինչ էր ասում ընդեղ, այդ օրը, ինչ ալավ, այդտեղ դիրոջ խոսքն է, այդտեղ լացով, ուրախությամբ, ծնձությամբ դու մգրդվեցար, ուրախացար դիրոջ ներկայությամբ, ինչ որ հասկանալի և ընդունելի է, և այդպես էր, գեղձավոր չէր, բա սատանան քեզի ինչպես եղավ, որ այսօր հասցուց քեզի ուրիշտեղ, ինչու, հիշե այդ օրը, հիշե զղջումը, հիշե ապաշխարությունը, հիշե դիրոջ օրհնությունը, հիշե դիրոջ խոսքերը։ Մենք ավելի հիշում ենք մեր բանկի հաշիվների համարները, քան թե հիշում ենք դիրոջ խոստումները։ Հիշում ենք մեր հաջախորդների անունները, քան թե հիշում ենք Հիսուսի խոսքերը։ Հիշում ենք այսօր մեր տելեֆոնների մեջի բոլոր էջերը, քան թե հիշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ըրած գործերը։ Ամոթ մեզ։ Այո։ Նույնիսկ պաշտամունքի ընթացքի մատի իրենց հաջողություններով հետ են խոսում, իրենց ընկերների հետ են քրում են, գալիս են եւ միտքերին տերը տեղ է։ Այդ ինչ է հիշելու ոչ մի բան։ Բիդի չհիշել։ Այդ մարդը ավելի վատ պիտի լա մի օր չզարմանաք։ Պատմությունը մեզ ցույց է տալի։ Եթե դու ամեն օր ապաշխարությամբ չես գալիս, դու ավելի վատ պիտի լինես։ Հետո մենք պիտի ասենք, վայ, ինչ լավ տղա էր Սաշան։ Ձարայում էր ամեն օր։ Էս ինչ պատահեցավ իրեն։
Ինչ պատահեցավ ախպեր, դու չես իմանում, բայց ինքը ամեն օր չէր հիշում դիրոջ խոստումները։ Ինք շեղվում էր գամած։ Մինչև այն օրը, որ բաժանվեցավ դիրոջից։ Հիշե ամեն օր քո ապաշխարությունը եւ քո զղջումը։ Այն բանի համար, որ ասել ես Տեր ես բանը չեմ անում։ Ղուկաս 19 Նայեցեք ինչ կսե, Ղուկաս 19 գլուխ 41-ից։ Հիսուս համաձայն ենք, օքեյ ժողովուրդ, պատրաստ ենք այս խոսքը, ծանր խոսքը լսելու։ Հիսուս կսե մոտեցավ Երուսաղեմ քաղաքը տեսնելով, լացավ անոր վրա։ Որին վրա լացավ։ Ինչու համար։ Գսե քոնե գսե քո այս օրվանդ մեջ գիտնայիր քո խաղաղությունդ։ Եթե դու գիտնայիր, ես ինչեր էի պատրաստել քեզ համար։ Եթե դու գիտնայիր, այդ տարիներու հերավորությունը դե քեզ ուրդեղներն է դարել։ Եթե դու գիտնայիր, այդ խաղաղությունը, որ դու պետք է ունենայիր եւ չունեցար այսօր։ Հիմա գսե ծածկվեցավ քո աչքերիդ։ Ինչու համար։ Նայեցեք, ոչ թե ասված ծածկեց։ Ինչու համար։ Վասնզի օրերը պիտի կան, քու վրա իբր տշնամիներդ, երբ ներողություն տշնամիները քու փորորդիկդ բատնեշ պիտի շնեն, քեզ պիտի բաշարեն, ամեն կողմե քեզ ները պիտի ցկեն եւ հիմնահատակ պիտի ընեն քեզ ու մեջդ եղած զավակներդ եւ ամենևին քար մկարի վրա պիտի չթողուն քո մեջ։ Ինչ կհիշեցրեցես ես։ Նինվեն։ Բայց հիմա պատասխանը ինչու այս բանը պիտի լակեզի Երուսաղեմ գրված է, քանի որ չջանցար քո այցելության ժամանակը։ Քանի որ դու չջանցար այդ խաղաղությունը, որ դերը գդարկես, դու արիր, բայց մոռացար։ Դու չգիտար, որ Աստված քեզ համար մեծ գործեր էր արել, բայց դու շեղվեցար գացիր աշխարհ։ Անոր համար է, որ պիտի քանթվի ամեն ինչ։ Դերը սիրող է, ներող է, բայց դերը գուզե որ մենք հասկանանք ինք ինչ արեց քեզ համար։ Այդ մեծ խաղաղության համար ինքը իր արյունը դրեց խաչին վրա, ինքը իր կյանքը դրեց խաչին վրա, որ դու ապրիս այդ մեծությունը։ Եվ դու հասկացար, զղջացիր, բայց մի քանի օր, շաբաթ, ամիս հետո նայած ինչ եղավ, շեղվեցար եւ գացիր։ Հալելույա։ Ամեն օր ես պետք է Տիրոջ առջևը զղջամ եւ հիշեմ իմ զղջումս եւ հիշեմ այդ այցելությունը, որին կնե իմ հետ։ Մի թողեք ովևէ մեկ նույն ցեզ հերացնե ձեր հոգեվոր ընթացքեն Հիսուսի հետ։ Ով գս ամեն։ Ասեմ քեզի դու սրդիդ մեջ որ ասես ես զղջում եմ, այդ դեր չի տալիս։ Քիչ առաջվա պես պետք է տեսնենք, պետք է փոխվիս, պետք է երևնա, բայց այդ ամեն օր պետք է նորոգվի։ Էս է մեր խնդրումը։ Երկու թեմա եմ խոսում այսօր։ Իրական ապաշխարություն երևելի, երկրորդը ամեն օր փոխվելիք, ամեն օր այդ ապաշխարության դառնալիք, ամեն օր խոստումները վերցնելու, ամեն օր Տիրոջ ներկայության մեջ մնալու եւ այդ զղջումը ամեն օր հագնելու։ Դերը ինձ ներեց, հալելույա դեր։ Ես քող մարդ էի, դերը ինձ բժշկեց։ Ես ինչ գիտնամ, էս էի, շնացող մարդ էի, կեղտոտ մարդ էի, քողացող մարդ էի, ինչ գիտնամ, ինչ ուզում եք տրեք ձեր մասին, եթե edek։ Բայց դերը ազատեց ինձ, հալելույա։ Եվ ես ամեն օր փառք կդամ, որ ազատել է ինձ, որովհետեւ ես չվերաթարնամ, քանի որ Սարգիսը գրնա շատ շուտ հերաթարնալ այդտեղ։ Դա մեկը իմ հետ համաձայն է, որ շատ շուտ կրնա վերաթարնալ իր առաջվա կեղտոտ տեղերին։ Դերը օրտնի անգեզներին։ Իսկ անոնք որ դեր վերջի բարձրացուցին, դերևս մի բան ունեք հասկանալի։ Ես եթե Տիրոջը հետ ամեն օր իր առաջ չկամ եւ փառք չդամ այդ ներումը, որ ստացել եմ, ես պիտի վերաթարնամ եւ պիտի քանթվի Երանի գսե գիտնայիր այդ խաղաղության օրդ քո մեջ սիրելի Երուսաղեմ, Երուսաղեմին համար ասված ինչ կսե իմ աչքս իր վրան է, մեկը չի գրնար իրեն գտնել, Երուսաղեմը իմն է, իմ ժող այդ խոսքերից, բայց ըստեղ գսե պիտի քանթվի քո զավակները, քո դունը, քո ամեն ինչը։ Դու ին Աստվածն է խոսողը։ Բա ինչ եք կարծում, մեզ չի կարողացի։ Ուրեմն մեր զղջումը իրական պետք է լա եւ ամեն օր պետք է զարգացնենք այդ զղջումը։ Հալելույա։ Գապաներմը որ պիտի զղջաս այսօր։ Եվ հաջորդ շաբաթը մեզ պիտի ցույց տաս որ իրական փոխվել ես։ Հայցեք,
Խնդիր ունի սրա մեջ ալ։ Այո, աբաշխարեմ, հովիվ, ասա աբաշխարեմ։ Դե իմ Աստված ների մեղքերը։ Բայց գլխիդ մեջ գիտես որ կա շաբաթ, նույն ցեվով գալիս ես։ Այդ քուրծը չես հակնում։ Աբաշխարության բդուղները չկա, գա խոսքեր, բայց բդուղ չկա։ Նախ բդուղը թող լինի, իսկ բդուղից հետո նորոգվի ամեն օր այդ օրհնությունները, որ դու ամեն օր կարաս եւ ասես ես դիրոճմով մեռած էի, ես մեղքերով մեռած էի, բայց դիրոճմով կենթանի եմ։ Մենք նայեցեք այստեղ ինչպես ասեմ երկու բան։ Այսօրվա քարոզը երկու բան է։ Մեկ ալ գտնեմ առաջինը։ Հասկանալ, որ Աստծո խոսքից ինձի գա զղջալու տեղ։ Համաձայն ենք էսկեդի վրա։ Մեր հատ գուզեմ կորսնագանը լանք։ Թեման ինչ է, ինչից է զղջալու։ Հիմա միկրոն դամ քեզի ասեմ արիստեղ։ Ինչից է զղջալու, ասա։ Ինչից։ Ինչ բանից։ Գիտեմ շատ եք գիտեք, օքեյ, դեր օրդնի, բայց մի հատ բան ասա որ քալ շապատ։ Միդիկաս այդ միդասես որ ես զղջացի դերը ներեց եւ ահա բդուղները։ Եթե գահավադաս մի թեմա, լավ լսե, հավատքի մասին եմ խոսում։ Եթե գահավադաս որ մի թեմա դու հիմա զղջում ես։ Եվ գիտես որ քալ շապատ միդիկաս քուրծերը հակած եւ փոխված, այդ թեման արի, ասա որ ես կզղջամ այդ թեմայով։ Արի եմ ասում հասկացալ, կորզնական լինի։ Օթային մինեք ինձ մի լսեք, ես ինչի որ Սարգիսը ուրախ է եւ որ քարոզում է։ Ոչ, ես ցեզ համար եմ ասում։ Պետք է տնես մադդ տեղը եւ ասես դեր ես այս բանի վրա քուրս եմ հակնելու։ Քանի որ քո խոսքը դին ցույց տվե որ այս կետի վրա դու այն չես Սարգիս ջան։ Ուրեմն կա շաբաթ միդիկաս փոխված։ Բայց նույն բանը մի տարի հետո ալ մի դասեմ քեզ գհիշես դու այսօր 31-ն ենք 31 մայիսին եկար այս թեմայով դու զղջացի գհիշես հա մեկ տարի հետո ինչ եղավ այդ բանը մի հատ ինձ ասա։ Կարելի է ասես Սարգիս ջան մեկ տարի հետո այդ հարցից ես հրնգվեցա, ես օրհնություններ ապրեցա։ Հալելույա։ Ասել եմ որ դու արդեն այդ զղջումը ամեն օր աշխատել ես վրան։ Բայց եթե մեկ տարի հետո գաս ասես որ հովիվ ջան մի հատ ալավոտ այդ թեման չստացվեց։ Ինչ եղել է դերը զղջացիր դու ներեց, քանի որ ամեն խոստովանողին դերը գները միանշանակ, բայց դու չաշխատեցար սրա վրա։ Եվ մեկ տարի հետո եկավ նույն տեղը, երկու տարի հետո եկավ նույն տեղը, եւ թեւս ավելի վատ։ Եղել է ծեր մեջ, որ դեսել եք ծեր մեջ, որ երբեմն հավատքը մեծանում է, բայց մեղքը նույնը ավելի մեծանում է։ Նույն թեման գալիս է մեկ շաբաթ, երկու շաբաթ, մեկ տարի, երկու տարի հետո։ Մտածեցեք ծեր մասին։ Առաջին ուրեմն իրական քուրս հակնիլ, երկրորդը ամեն օր աբաշխարության վրա աշխատիլ։ Երանի ժամանակ ունենանք իրար հետ ամեն օր եւ ցուցակներ ունենք եւ հետևին իրար։ Հիմա ասեմ օրինակ։ Ցուցակ կանենք, մհերը բան մը գրե, նոնան բան մը գրե, արենը բան մը գրե, գայանը բան մը գրե, ամեն մեկը բան մը գրենք ստեղ եւ գսին որ այս շաբաթ այս թեմայով մենք պիտի բայկարենք։ Եվ իրար կաչալերելով, իրար զանգելով, իրար հանդիմանելով մենք այդ շաբաթ գնում ենք առաջ։ Այդ թեմայով, օդի մեջ չէ։ Եվ հաջորդ կիրակին մենք գալիս ենք։ Կամ հաջորդ ամիսը գալիս ենք։ Եվ ասում ենք որ մհեր, նոնա, արեն, գայան, ասել եմ ինչ ավ։ Եվ իրենք պիտի կամ պիտի ասեն չստացվեց, օրինակ, կամ ստացվեց։ Չեմ գիտեր ինչ կնա։ Այդպես որ դու պիտի ասես մի րոպե։ Մենք զղջացինք, Տիրոջ առաջ եկանք, մենք պետք է որ այդ բանը հաշճողինք Հիսուս Քրիստոսով, քանի որ խնդրողին կդրվի։ Ներողություն խնդրողին կներվի։ Եվ պետք չի կա որ դու սուրբ գադարյալ լինես որ դերը ների քեզ, բարձրապես անգերց քուրց մի հագնես։ Այստեղ ես կդա իմ համար մտածեցի, ասեցի որ եւ կվերջացնեմ, հա։ Մտածեցի եւ ասեցի որ ինչպես պետք է զարգացնեմ իմ զղջումս, որ արեցի շաբաթվա մեջ։ Մի բանի համար ձունգի եկա եւ ասեցի որ դեր այս բանը քեզի հաջելի չի որ ես եմ անում քեզի հաջելի չի ընդունում եմ սուբ գիրքը գսե հասկացել եմ դասկացում եմ քեզի հաջելի չի ես այս բանի վրա ցավ եմ քաշում չեմ ուզում էլ զզվում եմ սրանից կամ մեկը որ իր մեղքի մի գետի վրա զզվում է իրական հա մի բամը որ հազիվ հիշում ես ասում ես նորից եկավ այս բանը հա գա այդպես
Հալելույա։ Դա։ Ուրեմն այդ զղջումը, որ դու գանում ես եւ զզվելով, այդ քուրց հակնիլ է դա, զզվելով դիրոջ առաջ ասում ես, դերես ֆանա ես, ինչ այս, ինչ, ես ես մարդը չեմ ուզում, եւ գաղոթես դիրոջ առաջ, դերը գսե օքեյ։ Հիմա մտածեցի, ասի, բայց մի րոպե, ես մի քանի տարի առաջ ալ էսպես աղոթել եմ։ Նույն թեմայի վրա, նույն ցևով։ Այստեղ հարց բարձրացավ իմ մեջ։ Աստված չներեց ինձ։ Բա ներեց։ Բայց Սարգսյան, ինչու՞ մեկ տարի, երկու տարի հետո նույն պատմությունը գալիս ես դիրոջ առաջ։ Այս ինչ աղավ քեզ։ Եվ ես Նինվեի պատմությունը միտքս եկավ։ Հովնանի Նինվեի պատմությունը։ Սկսա փնտրել եւ դիրոջ ասեցի դեր ինչ անեմ ես ինչ անեմ որ իմ ամեն օրվա այս զղջումս որ գապրին մնա որ մեկ տարի հետո ասեմ որ ես փրկված եմ եւ ոչ թե ետ վերադառնամ իմ գետի վրա հալելույա ուզեք պատասխանները դամ ինչ որ ես կդա շատ բարձ առաջինը գրեցի ստեղ ամեն օր ես պետք է հստակ քրեմ ինչ բանի համար ներողություն խնդրեցի եւ դերը ինձ ազատեց Բիդի քրեմ գիտեք թակավորը հրովարդակ կրգեց գարտացինք հրովարդակի ծարփան պրոմուլգացիոն ասեց մեր թակավորության մեջ այդ սրանից հետո աստուծո մենք պիտի հնազանդենք մենք պիտի ծառայենք քրեց բոլոր ժողովրդին ուղարկեց ասել է որ առաջին բանը Սարգիս Այս հարցի հիմա որ այդ սիրտդ որ խանգարվել է նեղացել ես, չէ՞ մի հատ քրի։ Քեզ համար։ Քրի եւ չմոռանաս քրե 31 մայիս սրդլած ցավով դիրոջ առաջ եկա եւ այս հարցը դիրոջ տվեցի եւ Տերը ներեց ինձ եւ ամեն օր ես փառք պիտի դամ որ Տերը ներեց ինձ այս գերի վրա։ Ամեն։ Այս առաջինն է։ Դիհիշեք չէ։ Ամեն օր աղոթքով, փառապանությամբ հիշեմ ինչ որ արեց Տերը ինձ այդ գերի վրա։ Ընդհանուր բան չխոսանք, հա։ Մեկը սդախոս է, մեկը աղդոդ է, մեկը քողացող է, մեկը շնացող է, ինչ որ ես։ Նախանցը սդախ ինչ որ է։ Քրի։ Այդ բանով որ դու սրդանց եկար եւ դերը ներեց քեզ, փառք տուր ամեն օր սրա համար։ Այսի հավատք պետք է, բայց եթե գասկածից որ արդյոք դերը ներեց, ասել է դու Քրիստոսից խաբար չես։ Հիսուսի արյունից խաբար չես։ Եթե դու ասես, արդյոք դերը ներեց Հասկացաք կասկածը ուր է։ Եթե դու գասկածից Տիրոջ ներումի վրա, բայց ես կսկսեմ մի կասկածի։ Հիսուս Քրիստոս կները ամեն անգերց մարդուն, որ գալիս է իրեն ներողություն խնդրելու, նույնիսկ եթե շատ բան չես գիտեր։ Հալելույա, ուրեմն կասկած չկա։ Այս առաջինը ամեն օր փառք ես դեր, որ ինձ ներեցիր այս կետի վրա։ Երկրորդ բանը, որ ես չվերաթարնամ իմ առաջվա հարցերից, պիտի որոշում առնեմ այդ հարցին մեջ որ կոնկրետ ծևով այդ հարցը լուծված է իմ համար։ Կոնկրետ ծևով։ Այս մարդիկը քուրցական, կոնկրետ եղան։ Հավատալով, որ իրենք իրական գզղ չան։ Եվ երբ որ փանարին, քուրց արին, հական հրովարդակ տվեցին, ասեցին, որ դերը մեզ խոստացել է ներողություն, դերը մեզ բադիժ է պիտի դա, բայց դերը պիտի բժշկե։ Ես հստակ երկրորդ բանը որոշումներ պիտի առնեմ որ ես պիտի այլևս ուրիշ ձևով ապրեմ։ Այս կետի վրա, օրինակ համար։ Սա խոսեմ, որոշում եմ առնում, որ սուտ ոգիով պիտի չի սուտ խոսիմել։ Գիտեք ինչու։ Ես աղոթեցի չէ, դերը ներեց չէ, այս սուտ ոգին ալ դվավ չէ, զորությունն ալ դվավ չէ, բա ուրեմն պիտի կարողանամ։ Հասկացաք։ Գործնական մարդահրավեր, դեֆիներ։ Գործնական դեֆի, կոնկրետ des défis concrets. Մարդահրավերներ, որ ես այս կետի վրա շատ բաներ գրնամ ասել, բայց դերևս ժամանակը չէ հիմա երդասարտներուն եւ ոչ երդասարտներուն նաեւ շատ բաներ գնեք, որ դուք գինակ սրա մեջ որոշումի հարց է գազམ་ագերբական հարց է սրանից հետո ես այս կետի վրա դիրոջ եմ եկել ես մի հատ այստեղ չեմ գտնում Այս ինտերնետային էջը չեմ մտնելու, այս մարդու հետ չեմ խոսելու, այս հարցի մեջ այս թեման չեմ քննարկելու, ես որոշում եմ Տիրոջ առաջ, քանի որ աղոթեցի, քանի որ հասկացա որ կեղտոտ մարդ եմ ես, իմ հետ եք թե արդեն գնացել եք ուրիշ տեղ, երրորդ բանը, որ շատ կարևոր է,
Գդիր մի հատ քեզ մդերիմ հավատքի մարդ, որուն հետ էս քո զղջումի հետ կապված խոսաս իր հետ։ Մեկը որ քո գողքիդ պիտի ըլլա եւ պիտի հետևի քեզ։ Ես սա խոսեմ, օրինակ։ Ամեն օր սուտ եմ խոսում ես օրինակ։ Աղոթեցի, դիրոջ հոգիով վերստին ծնվեցա, այդ գետի վրջները ինձ օգնեց, որոշում արեցի որ այս սուտ պիտի չխոսիմ, Սաշային կպրդեմ գսեմ Սաշա։ Ես այս գետի համար աղոթեցի, հիմա ինձ օգնի եւ հետևի ինձ, ես քեզ բատմելու եմ ինչ եմ անում, այս հարցի շուրջ։ Գանկիս բնածած մասը չէ։ Սուրբ Գիրքը գիտեք ինչ ասում, իրար գսե խոստովանեցեք։ Գիտեք մենք շատ անգամ ինչի մեղքի մեջ ենք եւ շատերը գախնի մեղքերի մեջ ենք։ Գիտեք ինչու։ Քանի որ չեք խոսում վստահելի մարդկանց հետ աղոթելու նպատակով։ Եվ քանիներս, եթե այսօր մեր անձնական կյանքին մեջ մտնենք, ինչ կեղտոտ բաներ են լինում այնտեղ։ Ինչու։ Քանի որ դու այդ նախ զղջումը չես ապրել, երկրորդ այդ որոշումը չես արած, իսկ երրորդ օգնական չունիս։ Եվ ես ցեզ ասեմ, սիրելի քույր եղբայրներ, եկեք անգերձ լանք, մեր մեջ ամենեն լավ հավատացյալը օգնականի պետք ունի։ Այն մարդիկ, որ իրենց կողքին օգնական չկան, հոգիով օգնական գսեմ, հա, հոգևոր խրատ տվող, ռախ երեսին զարնող, այդպես մարդ, իրական ընկեր մի խոսքով, հա, այդպես ջիջի-միջնող չէ, իրական մարդ։ Եթե մենք ունենանք, մենք ավելի շուտ պիտի թռնենք վերերը։ Բայց այդ վստահելի մարդն պիտի գտնես։ Չեմ ասում ամեն ինչ ամենուն հետ չսվիր։ Պիտի գտնվի այդ մարդը։ Աղոթեցեք որ Տերը դա ցեզի։ Մի հատ գողքիդ օգնական մեկը, որ ոչ թե պիտի թադաբարդի քեզ, ոչ թե պիտի օրը վրա խնդա կամ օրը քեզանից նեղանա քո մասին խոսի բոլոր աշխարհին, այդպես մարդիկ ալգան, այսօր քո գողքիդ են քեզ ասում են, ոյ ջանջիգեր, նեղանում են քեզանից քո պատմությունը ամեն աշխարհը լուրն է։ Այդպես զիբիլ մարդկանց մեջ հերու մնացեք։ Բացայդ եմ ասում, բայց գա Տերը մեզ տալիս է մարդիկ, որոնց հետ կնանք նստին եւ ասե որ եղբայր, հա, հովիվ եմ, բայց այս կետի մեջ խնդրեմ ունեմ։ Լրացինք, հա, այս կետը խնդիր է։ Բայց ես իգա մեր երրորդ կետն է, որ մենք ետ չվերաթարնանք մեր մեղքին։ Գա շատեր կան, որ ինձ ես այդպես եմ անում իրենց հետ։ Եվ ասում եմ, այս շաբաթ ինչ արեցիր այդ թեմայով։ Ինչ արեցիր։ Տեսնում եմ, որ ինքը չի զանգում, ասել է, որ արդեն ինգել է։ Ես եմ զանգում։ Ինչ արեցիր։ Բայց չէ որ միասին աղոթեցինք։ Չեմ դատապարտում, բայց չեմ թողնում իրեն մենակ։ Չեմ ասում գնա ուզածը դարա։ Չէ։ Քանի որ այդ մարդը ասեց, Սարգիս ջան, գարաս ինձ օգնես այս թեմայով։ Եվ դուք գարակ ուրիշներին օգնեք եւ ուրիշները ցեզ կարան օգնել։ Բայց մեկ բան ասեմ, չլա թե մեկումը օգնեք, եթե ուրիշը ցեզ չի օգնում։ Հասկացաք միտքը։ Հայրապետը ասեց, ինչպես ես հնազանդում եմ, այնպես էլ քեզ հնազանդում եմ։ Շատ մարդիկ կան ուզում են օգնեն միան, խոսան ուրիշներուն խրատ տան, բայց իրենք իրենց մասին խաբար չես ինչպես է ապրում։ Այդ մարդուց մե հերու մնացեք։ Ես կդամ քեզ լավ խրատ տալ, եթե մեկը ես խոնարհություն ունի մեկումը երթալու եւ ասելու ինձ կարաս օգնես։ Հասկացաք խաղը ուր է։ Մեր ավետարական հոգևոր ընտանիքների մեջ խաղը։ Բոլորը խրատ դվողներ են։ Խրատ դանք իրար ամեն, բայց այդ պայմանով։ Եթե ուզում ես ինձանից խրատ առնես, ինձ հարցրու, Սարգիս եղբայր, մեկը քեզ խրատում է ախպեր մի թեմայի շուրջ։ Եթե ասեմ, չէ, ես Սուրբ Հոգիից եմ ստանում, ինձ մե հեռացիր։ Ինձ մե հեռացիր։ Վստահ եղի, որ ես շիրակ բան չեմ ասելու քեզ։ Ես եթե ստանում եմ խոնարհությամբ մի եղբորից, ասում եմ եղբայր ջան, այս կետի վրա ես խնդիր ունեմ։ Եվ ինչի՞ դատապարտում ինձ օգնում է, աղոթում ենք, բայկարում ենք իրար հետ։ Ես կարամ նույն բանը անեմ ուրիշին։ Ոչ թե չեմ կարող անեմ ուրիշին։ Մի ցույց տամ, որ ես մյուսից լավն եմ։ Հասկացաք միտքը, ուրեմն եթե ես իմ մեղքից մեջ պետք չէ վերադառնամ, ամեն օր ես պետք է հետևին, հետևողականություն ունենամ եւ ունենամ մի անձ, որ ինձ օգնի, հիշեցնի, հարվածի եթե պետք է, հատալ ճապանախը դա եթե պետք է։ Հալելույա։ Ժողովուրդ իրական լուրջ, ես իմ համար գսեմ, դեղա մարդը այն մարդն է, որ ճապանախ պետք է ուտե իր հոգևոր աճման համար։ Հատալ ասեմ։ Չէ, եղբայրները ամեն ինչ ասեցին այդտեղը։ Ամեն ինչ ասեցին այդ մասը։ Եղբայրները եղբայր գրնանալ պետք է ունենան այդ զորությունը, որ ուտեն հարված իրենց հոգևոր աճման համար։ Ոչ թե իրենց դղա չլալու համար, հոգևոր աճման համար։ Չէ, մենք չհարված ենք, մենք ուտենք հարվածները։ Եթե ուշադրություն ունիք, չասեցի քույրիկներից, հա։
Չասեցի քույրիկներից, ասեցի ուրիշ եղբայրներից։ Արդեն հասկանում ես ինչ եմ ադում։ Վերջին բանը, ամեն օր ես իմ ապաշխարությունը զղջումս ապրելու համար, ամեն օր իմ վերագանքումս ապրելու համար ես պետք է վկայեմ այդ թեմայով։ Թագավորը քրեց սերունդներուն, եկող սերունդներուն, բայց սերունդները չլսեցին եւ անոր համար նինվեն քանթվեցավ։ Սիրելի քույր եղբայրներ, գիտեք որչափ կարևոր է մեր զղջումները նաեւ մեր մանուկները տեսնեն, մեր զավակները տեսնեն։ Եկեղեցի նորահավատները տեսնեն։ Եկեղեցի նորահավատները տեսնեն, որ չէ, այս կինը, այս քույրը որոշապ տարի հավատքի մեջ է, ինքն ալ զղջում է, հա, ուրեմն պետք է զղջանք։ Օրինակ պետք է դառնանք։ Ես պետք է բացմեմ, եկեք կիրակի օրեր ձեր զղջումները վկայեցի։ Ինչի՞ է գամաչում։ Ես զղջացի դեր, ես նեղացա, ես ինգա, դու փրկեցիր։ Ժողովուրդ, չլինի որ մոռանանք, որ Տերը մեզ փրկեց։ Չլինի որ մոռանանք, որ Տերը մեզ նորոգեց, մաքրեց, ծեփեց։ Եկեք ասեք, եթե ապրել ես այդ բանը։ 4 բան զորավոր մնալու եւ չվերադառնալու համար։ Ըստ էսի, առաջինը ամեն օր հիշեմ եւ փառտամ Տիրոջը իր ներումին համար որ կատարեց։ Երկրորդը որոշումներ առնեմ եւ քայլեմ այդ որոշումներուց համաձայն։ Դվյալ այդ թեմային։ Երրորդը գտնեմ հատ եղբայր քույր, որ ինձ միշտ հիշեցնի եւ ինձ հետևի։ Իսկ չորրորդը վկայեմ այդ թեմայով։ Խոսիմ այդ թեմայով։ Իրական ապաշխարենք զղջանք եւ ամեն օր բահենք այդ իրական մեր որոշումները։ Մի խոսքով որոշումի մարդը լանք։ Մեր զղջումը հակած, քուրծը հակած, բայց սկսե Սաղմոսը դերը իմ քուրծս սկսե, Եսայի մարգարեությունը, դերը գսե իմ քուրծս փարապանության հակոստի վերածեց։ Քուրծ պիտի հակվիս, որ փարապանության մեջ մտնես։ Պիտի իջնաս, որ փարսանաս։ Պիտի խոնարհիս, որ փարսանա։ Հասկանում եք դերը ինչ է ուզում անի։ Անոր համար մենք պետք է այս ուղղությամբ զղջանք այո իրական նինվեի պես, բայց ամեն օր բահենք մեր զղջումը ճշմարիտ հավատացյալների պես։ Եվ վերջին համարը գսել կվերջացնեմ Սաղմոս 139, գիտեք այս համարը վերջին համարն է գսե. Փորձես ով Աստված եւ քիծիր իմ սիրտս զիս կդնե եւ քիծիր իմ մտածմունքներս եւ նայե թե արդյոք ես չարժանքում եմ եւ զիս դեպի հավիտենականությունը ուղղել։ Այս ամեն օրվա մեր եւ օրացում եմ հիշենք էսա։ Դեր, նայիր, ես այն օրը աղոթեցի այս թեմայով, նայիր իմ այն սիրտս ուր է այս թեմային համաձայն։ Դու ես աղոթեցի որ ես պիտի փարգանամ, բայց դեր սիրտս նայիր, քննե, ամեն օր փորձ է։ Թող փարգանամ նայեմ, պիտի փարգանամ թող չէ, փորձ է, փամը թող կա։ Մի վախենակ։ Թող դերը փորձի, որ տեսնես դու անցել ես կամ թե ընդեղ ես։ Հալելույա։ Իրենը լապարքը։ Եկեք զղջումը ամեն օր շարունակական թող լինի։ Ամեն օր շարունակական, չմոռանաս զղջումը, չշեղվինք զղջումը։ Հալելույա, քեզ գործնենք եւ կպատվենք քեզ դեր։